Շնորհակալություն։ Լուսինե Բադալյան։ Շնորհակալություն։ Քանի որ տարին ամփոփում ենք եւ 2025 թվականի վերջին կառավարության հետ հարց ու պատասխանն է, դրա համար ուզում եմ անպայման 1-2 հարց պարզաբանել։ Մեծարգո վարչապետ, նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմությանը առաջարկեցիք, որպեսզի ձեզ հետ միասին գա եւ ծանոթանա բանակի բարեփոխումներին, եւ սա հերթական առաջարկությունն էր, որը մերժվեց ընդդիմության կողմից, խորհրդարանական ընդդիմության կողմից, բայց փոխարենը մեր հասարակության շատ տարբեր շերտեր, պարբերաբար, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, մտավորականներ այցելում են եւ տեսնում են բանակի բարեփոխումները, պաշտպանական գծի կահավորումը, որքան պաշտպանունակ է դարձել մեր բանակը եւ գալիս են ու փորձում են այդ ոգևորությամբ կիսվել ժողովրդի հետ։ Ամեն անգամ, եթե մեկը հանդգնում է որևէ մտավորական, որևէ դրական կարծիք արտահայտել, դառնում է սարսափելի թիրախ եւ ամենազազրելի ճանապարհներով փորձում են այդ մարդկանց լրացնել։ Նույնը վերաբերում է ճանապարհներին, օրինակ, եթե ես առաջ ինձ ասեին, որ մեր գյուղ կարելի է հասնել 2.5-3 ժամում, ես կապշեի, բայց հիմա դարձել է ճանապարհը այդքան եւ ապահով եւ ամեն ինչ հրաշալի է ուղղակի։ Մի խոսքով ուզում են տպավորություն ստեղծել, որ երկիրը կործանվում է, որպեսզի որևէ դրական բան չլինի։ Օրինակ այն հոգեվորականը, որը ձեզ կարող է կամ մեր քաղաքական թիմին հայհոյել, նա իրավունք ունի քաղաքական հայացք ունենալ։ Այն հոգևորականը, որը որ լոյալ է, նա իրավունք չունի։ Եվ այսպես կարող եմ շատ երկար այս ցանկը շարունակել։ Հիմա ասածս ինչ է։ Այս իրավիճակը չէր կարող ստեղծված լինել, սա հատուկ նպատակ ունի, որպեսզի այսպես ժողովրդի ոգին անկում ապրի, այդպես հեշտ է կառավարել եւ հեշտ է իրենց պատկերացրած հեղաշրջումը իրականացնել։ Առանց գործակալների եւ առանց ազդեցության գործակալների սա հնարավոր չէր լինի իրականացնել։ Ժողովրդին այդ հարցը հետաքրքրում է, բարբերաբար այդ հարցերը տալիս են նաեւ այն խոսակցությունների մեջ, որ շատ պայքարների հիմքում հասկանում են, որ ավելի խորը բաներ կան ընկած, քան այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք։ Կարող ենք հուսալ, որ մոտ ապագայում կլինի մի օր, որ կսկսեն բացահայտվել այդ գործակալական ցանցերը եւ մենք կկարողանանք շատ ավելի հեշտությամբ ի վերջո ժողովրդին հասկացնել, որ մենք իրապես ճահճից դուրս ենք եկել եւ իրապես բռնել ենք ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի խաղաղության ուղին եւ դա մեզ հաջողվում է։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի ձեր հարցին։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան հարցի համար, եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցերը, իմ կարծիքով այդ ցանցերը բացահայտված են, ամբողջությամբ եւ լիարժեք։ Եվ ընդ որում այդ թվում հարուցված եւ դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են։ Եվ իմ կարծիքով քրեական գործի նյութերում, տեսեք, ես նոր ինչ ասցի նույնիսկ հրապարակված փաստաթղթերի մեջ բաներ կան, որ ես ձեզ չեմ կարա մատնանշեմ։ Ես խոսում եմ հրապարակային փաստաթղթի մասին։ Ես գուցե թե ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ես այլ մանրամասներ եմ տիրապետում եւ այդ ավելի հեշտ է անցարել։ Բայց այսօր արդեն արկա իրադրությունը, ուժերի բաշխվածությունը, ով որտեղից եկավ, ով որտեղից է սնվում, ով որտեղ ինչ կապ ունի, այսինքն կներեք, մենք բան ենք, թղթեր են մամուլում հայտնվում, ենթադրենք ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Բայց այդ ինչի մասին է, տո ազդեցության էլ, առանց ազդեցության էլ գործակալ։ Այսինքն կարան տեղեկանք բերեն, որ թոշակի են գնացել ԿԳԲ-ից, էլ արդեն գործակալ չեն համարվում։ Որտեվ գործակալը անցնում է բանին, չէ՞։ Իրավահաջորդ կազմակերպությանը, չէ՞։ Շատ բարձ բան է։ Ես շատ թափանցիկ ասել եմ հոգևորականների ցանցի մասին խորհրդային միությունը, այս ամբյոնից չեմ ասել, ձեր ներկայությամբ չեմ ասել։ Դե հպանցիկ ավելի, դե կներեք էլի, ասենք ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Այսինքն այդ ամենը բացահայտված է, իմ կարծիքով թափանցիկ է։ Եվ իմիջայլոց ասեմ, ներքաղաքական կյանքի, բա ինչի փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում։ Այսինքն փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ ազդեցության գործակալները չեզոքացված են։ Դրա համար էլ չկա։ Շատ բարձ պատասխան։
Ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են, բայց օդից ընկավ, բայց ուսում են, չեք զգում հենց բանի դալիճից էլ, բանի էքսպրեսիայից արդեն զգացվում է, չէ, որ մարդիկ սենց բան են անում, վառվում են, բայց չի ստացվում իրանց մոտ ոչ մի բան։ Ինչի շատ բարձ պատճառով, որովհետև այդ կոնսպիրատիվ բոլոր բաները, կապուղիները արձանագրված են, եւ ով որ փոխում է այդ կոնսպիրատիվ կապուղով անցնի, չագուչով գլխին տալիս ենք։ Եվ վերջ, եւ պարզ, եւ թափանցիկ։ Հա մեր ժողովուրդն է մեզ անդադ բաներ անում, քննադատում էր, նույնիսկ հայհոյում էր, ասում էր հերիքա անկամ թավիշը, բա ինչ եղավ, բանը պողպատե մանդատը, հեսա պողպատե մանդատը իր ողջ ուզով գործում է, ու լեգիտիմ է գործում, ու ժողովրդի տված լիազորությամբ է գործում է, չի ուշացել ընդվորում, ճիշտ պահին, միշտ էլ գործել է ժամանակին եւ պահանջին համապատասխան, եւ համոզված եղեք, ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, այդքան համապատասխան օբյեկտիվ պահանջի գործելու է, որովհետեւ խոսքը Հայաստանի պետականության մասին է, ժողովրդավարության մասին է, ժողովրդի ինքնիշխանության եւ ազատ կամ արտահայտման մասին է, եւ մենք գնալու ենք իմ կարծիքով բացահայտված է ցանց ու ոչ մի գաղտնիք այլևս չկա, ուղղակի պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել։ Արձագանք։ Շնորհակալություն եւ կարծում եմ, որ դեռ աշխատանք ունենք շատ տանելու, որտեղ երեք դուք հրապարակեցիք այդ փաստաթղթերը, տեսեք, մի ամբողջ քաղաքական ուժերի, բլոգերների, լրագրողների խումբ երեկվանից ջերմեռանդորեն փորձում է արդարացնել պետական դավաճանության էլեմենտներ ունեցող այդ գործողությունը, այսինքն Հայաստանի սուվերեն տարածքը փոխանակել ոչ սուվերեն տարածքի հետ։ Այն դեպքում, երբ որ դավաճան են կոչում մեր քաղաքական թիմին, որը որ պատերազմը մինչև հնարավոր, մինչև վերջ փորձել է պայքարել ամեն մի սանտիմետրի համար, բայց պատերազմը ունենում է շատ անկանխատեսելի հետևանքներ։ Եվ ասածս այն է, որ այնուամենայնիվ ժողովրդի վրա այս ազդեցությունը կա։ Հիմա մի քանի վայրկյան ժամանակ ունեմ, 3 Եվրամիությունը գումար տրամադրեց մեզ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Մենք ունենք պատկերացում, թե ինչ մեթոդներով ենք գործելու եւ արդյոք մեզ կօգնի վերջնականապես արդարության եւ ազնիվ պայքարի հասնել քաղաքական եւ ոչ միայն քաղաքական դաշտում։ Շնորհակալություն։ Դա մի թեմա է, որի շուրջ հիմա աշխարհում դա բոլոր երկրներում այդ խնդրեմը կա եւ միջազգային ֆորումներում էլ քննարկվող հիմնական նյութերից մեկն է։ Ընդ որում ես ասում եմ, երբ որ լսում եմ սկանդինավյան երկրների օրինակ ղեկավարներին, ճշգրիտ նույն մարտահրավերները, ինչ որ մենք ունենք ձեր ասած ոլորտում, ճշգրիտ նույնը իրանք ունեն։ Եվ հիմա նաև այդ առումով ժողովրդավարական երկրների միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, եւ մենք այդ համագործակցությունը ստեղծել ենք եւ փորձում ենք առավել արդյունավետ եւ ինստիտուցիոնալ պայքարել այդ երևույթների դեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Աննա Գրիգորյան, նախապատրաստվի Հռիփսիմե Հոնալյանը։ Հռիփսիմեն էլ հանել։ Նախորդ հարցու պատասխաններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չգիտի մի գյուղ, որտեղ այնպիսի պոզիտիվ փոփոխություններ չեն իրականացրել, որ շատ մեծ փոփոխություն է ստեղծվել տվյալ համայնքում։ Առնվազն մի գյուղ ձեզ նշեմ, որտեղ աննախադեպ իրողություն է ստեղծվել ձեր իշխանության օրոք, որտեղ ադրբեջանցիներն օկուպացրել են գերեզմանոցներ, որտեղ ադրբեջանցիները նստած են ջրի աղբյուրների վրա, եւ այդ գյուղը կապանում է, ներքին հանդում է, վստահ եմ, որ գիտեք։ Բայց իմ հարցը այլ բանի մասին է։ Վերջին ամիսների քաղաքական հիմնական մեյնսթրիմը եկեղեցու դեմ իրականացվող արշավն է, որը դուք ճակերտների մեջ անվանենք, ինչ եք անվանում, նորոգում, թե մաքրում։ Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հանդիպել եք եպիսկոպոսների, թե ինչ պարագայում կամ ինչ կոմպրոմատների կամ ինչ բանակցությունների բերումով են այդ եպիսկոպոսները հայտնվել ձեր կառավարության համապատասխան սենյակներում, միայն դուք գիտեք եւ հավանաբար այդ մարդիկ։ Բայց այդ եպիսկոպոսների մեջ կային մարդիկ կամ կար մարդ, ում դիմաց դուք նստած էիք, որի մասին ես կարծիք չեմ հայտնում, բայց ուզում եմ դուք լսեք մի մարդու կարծիք, որին ճանաչում եք։ Հայտարարությունը ասել է այդտեղ, որ հայ առաքելական եկեղեցու
Արարածան թեմի առաջնորդը հայրապետական Հասկանում եք, իմ կարծիքը չի։ Դուք ասում եք, այդ մարդը դեմ է քրիստոնեական արժեքներին, հայ առաքելական եկեղեցիությանը։ Հոգևորականը Բենթլի ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագարեք։ Ես անկեղծ ասած չգիտեմ ում եք խելագար համարում, բայց այդ մարդու հետ դուք բանակցում եք եկեղեցու նորոգման շուրջ։ Եթե կարճ ձևակերպեմ, արդյոք եկեղեցին դուք պատրաստվում եք նորոգել մարդկանցով, ում դուք կարծում եք հոգևոր արժեքներից հեռու են, եկեղեցու էությունից հեռու են, լավ ավելի կարճ։ Ներս, ինչ էր, նավասարդ կճոյաններով եք պատրաստվում եկեղեցի նորոգել։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իդեպ, պարոն վարչապետ, Տիկին Գրիգորյանը ասեց ներքին հանդ, ես վերջերս ներքին հանդում էի, մարդիկ փողոց դուրս էին եկել փողոց, կարճ մնացի եւ խնդրում եմ ձեզ փոխանցել, որ շնորհակալ են ամեն ինչի համար, ինչ արել եք, ինչ էս կառավարությունը Տանիքները նորոգվել են, ջրի ջրի հարցը լուծվել է, ու դրա տեսանյութը կա, կարող եմ ուղարկել Տիկին Գրիգորյանը նայի, հետո հաջորդ հարցի ժամանակ դա էլ կմեզ։ Այդքան որ մտածում եք ներքին հանդի մասին, բա ինչի տանիք չկար, ինչի խմելու ջուր չկար ներքին հանդում։ Ես գնացել եմ Ճակատեն գյուղ, դուք ստեղ ցույց եք անում բանի համար, Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների համար, ես կարծեմ մայիսներ թե հունիսներ, կամ չգիտեմ, վերջ այդ շրջանում, գնացել եմ բան Ճակատեն, Շիկահող, մարդիկ ասում են մեր մոտ երբ է այդ նույնը տեղի ունենալու, այն որ Կիրանցում տեղի ունենալու, երբ է տեղի ունենալու, սա ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես որևէ կապ չունեք հանրության հետ, նրան հուզող, մարդկանց հուզող խնդիրների հետ որևէ կապ չունեք։ Էս է ճշմարտություն։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Բայց հիմա էլ եմ ասում, բա մարդը Bentley ունենա, Mercedes-Benz ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագարեք, չի կարող լինի տենց բան, չի լինելու։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը, եւ իրանց նման այլ ապա հոգևոր մարդիկ, ովքեր ըստ էության կալանքի տակ են պահում մայրաթոռը։ Մենք
Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին Եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ ենք, մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ կտրիչ ներսյանն է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Բայց քրիստոնեության ամենակարևոր առանձնահատկությունը ինքնահայեցումն է։ Բայց ասում եմ բրիֆինգում էլ ասացի։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ մեղքերիս համար թողություն եմ խնդրում։ Այդ ձեր նույն նշած եպիսկոպոս Պոստները հայտարարություն էին տարածել, որտեղ ասում են մեր մեղքն էլ ենք ընդունում բանի ընդունված իրավիճակի վերաբերյալ։ Ես էլ իմ մեղքն եմ ընդունում, բոլորս մեր մեղքն ենք։ Դա է քրիստոնեությունը։ Եվ ոչ թե հոխորտալը, եւ ոչ թե կեղծիքներ անելը, եւ ոչ թե բաների վրա քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ որ բան անելը։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիչ Ներսյանի ու աղբորը վրա է։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Որ կոմպրոմատով Կտրիչ Ներսյանի եղբայրը ասում եմ ԿԳԲ-ի գործակալ է։ Դրանից ավելի մեծ բան կոմպրոմատ ուզում եք։ Ինչ ավելի մեծ կոմպրոմատ կարա լինի որևէ հոգևորականի նկատմամբ։ Կտրիչ Ներսյանը միջև այսօր ինչ կոմպրոմատ։ Միջև այսօր չի ասել վերջին քաղցիկ ունի թե չունի։ Եթե ունի այդ համատեղելի է իր կարգավիճակի հետ, թե համատեղելի չի։ Հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ դուք եք պայքար մղում։ Բա այդ եպիսկոպոսները հայաստանյան առաքելական եկեղեցի չեն։ Բա այդ ինչ ձև եք խոսում, այդ ինչ ոճաբանությամբ եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում։ Ալիչում լրություն։ Շնորհակալություն։ Տիկին Գրիգորյան, խնդրեմ։ Ճիշտ է ասում։ Ներքին հանդիմասով այն որ տանիքները վատ վիճակում էին, լավ վիճակում չէին, շատ վատ է, բայց կատաստրոֆա է, որ մարդիկ չեն կարողանում գնալ իրենց հարազատների գերեզմաներին։ Ու միայն թե չասեք, թե մարդկանց դա չի հուզում։ Իհարկե հուզում է, ու ես գիտեմ, որ ձեզ հետ էլ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրաձայնվել է։ Հիմա հաջորդ հարցի մասով։ Ասում եք Նավասարդ Քոչարյանը եկել էր հաշվետվություն։ Ձեզ հաշվետվություն ներկայացրել է, թե իրան որտեղից է Բենթլի եղել։ Թե իր մասին ինչ պատմություններ են ներկայացրել, ձեզ հաշվետվություն ներկայացրել է, կամ Միրզախանյանը հաշվետվություն ներկայացրել է վիրահայոց թեմում իր իրականացրած գործունեության մասին։ Ես որևէ մեկին ոչ պիտակավորում եմ, ոչ որևէ բան ասում եմ, ես կոնկրետ Նավասարդ Քոչարյանի մասին կարծիք չեմ հնչեցրել եմ ձեր իսկ հրապարակած կարծիքը նրա մասին որոշ ժամանակ առաջ։ Ուղղակի խնդիրն այն է, որ այն եպիսկոպոսները, որոնց մասին լիքը նյութեր կան, բայց
ենթարկվում են ձեզ, հնազանդվում են ձեզ, ընդհանրապես խնդիր չունեք այդ մարդկանց հետ։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ձեզ, այդտեղ է խնդիրը։ Ես մի առաջարկ ունեմ, ուզում եմ դուք հանրությանը պարզ ասեք, որ ձեր խնդիրը ոչ թե եկեղեցին մաքրելն ու նորոգելն է, ձեր խնդիրը ունենալ ձեզ ենթակա եկեղեցի եւ ձեզ ենթակա կաթողիկոս եւ դրա համար ոչ միայն նավասարդ կճոյանների, նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնաք դա իրականացնելու համար, որովհետեւ ձեզ պետքա նոր մոդելի եկեղեցի, նոր կանոնադրությամբ, պետքա որ սահմանադրության մեջ այլևս ինքը գերակա դիրք չունենա, առանձնահատուկ կարգավիճակ չունենա։ Ձեզ պետքա որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը Արցախի մասին չխոսի, գերիների մասին չխոսի, ընդհանրապես իրական Հայաստանի կրողը լինի ամբողջությամբ։ Դա եկեք այսպես ազնիվ խոստովանեք, որ մարդիկ էլ հասկանան ինչ եք անում։ Թե չէ ասում եք եկեղեցուն նորոգում գնում եք այնպիսի մարդկանց հետ հանդիպում, 7-րդ րոպեի վրա ավարտեք, էլի։ բազմաթիվ են։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինձ բացարձակապես ես տենց նկրտումներ չունեմ։ Երկրորդը, ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ որևէ այլ հոգեվարական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգեվորականները պետքա թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ, բոլորը առանց բացառության։ Ես ձեզ ուղիղ բան ասեմ։ Այսօր այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են ուզում է քանդի եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի օրոք վերահացվել ավերակների։ Ես այն օրը ուղիղ ասել եմ, ես գնում եմ համատարած մեր եկեղեցիներում երկչախումբ չկա։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարակներ չեն մատուցվում։ Հասկանում եք, երկչախմբեր չկան ուղղակի, որովհետև իրանք չի հետաքրքրվում։ Ես գիտեք, ես ձեզ ասեմ այն օր ինչ եմ ասել եպիսկոպոսների հետ հանդիպմանը։ Ասել եմ, լսեք հարգելիներս, սրբազան հայրեր։ Ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ես այնուամենայնիվ Կտրիչ Ներսիսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացել ինքնաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողքի նստել եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ ո՞նց կարա էլի, ո՞նց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, այդտեղ փող կա, այդտեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա։ Այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատեր է, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնություն հերրավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վերայն ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում։ Քահանաները ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն։ Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղելա, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսիսյանը պետքա հեռանա։ Ես ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետքա գնա, տարբերակ չունի, պետքա գնա։ Ոչ մի ուրիշ տարբերակ։ Նույնիսկ ավակ եւ կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրյա հատուկ ծառայությունները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Քրիստինե Վարդանյան։ Եթե սենց ազնիվ զրույց է, եկեք ազնիվ լինենք ու ասենք, որ ընդհանրապես խնդիրը այն է, որ ամենայն հայոց վեհապարի առաջնորդությամբ եկեղեցին ամենաբարձր վստահելիություն ունեցող կառույցն է հայ իրականության մեջ։ Հիմա ժողովուրդ, այս հարց ու պատասխաններին իմ մոտ տպավորությունն է, որ աղանդի բանի եմ, հավաքի եմ։ Ձեր այդ կանոնադրությունը, որ հրապարակել եք, գաղտնի կետ կա, որ պիտի օրը 4 անգամ Փաշինյանին ծափ տաք։
կամ նկարը պիտի կախեք բանում, պիտի կախեք ձեր աշխատասենյակներում։ Այդ որ Եվրոպա եք գնում, այդ եվրոպական որի Դահլիճում լռություն։ Ինձ սապտալ պետք չի, բայց խանգարել եմ։ Դահլիճում լռություն, մարդը կարող է ուզում է միանա մեր կուսակցությանը, հետաքրքրվում է,